գաղտնիքն այ Ռուբենին։ Իրենց ընկեր Այբենարանն իմաստուն ճամփա ցույց տվեց, գիտելիքի աշխարհի դուռը բացեց։ Եվ ահա եկել է պահը, տոնն է մեծ հաղթանակի, նրանք վերաճանաչ են արդեն, սա սկիզբն է լավ գալիքի։ Հարգելի ներկաներ, եկեք ջերմ ու չդադարող ծափահարություններով դիմավորենք մեր այսօրվա հերոսներին, արդեն վերաճանաչ առաջին դասարանցիներին։ Սիրելի փոքրիկներ, մենք մնալ ենք տխուր չենք, ինչը պիտի տխրենք, սա հրաժեշտ չէ, սա մեր նոր ճանապարհի սկիզբն է, մենք միշտ ձեր կողքին ենք լինելու։ Հիմա մենք կարող ենք միանալ իրար, կանգնել կողքի ու դառնել բարեր, որոնք սովորական բարեր չեն, կարևոր արժեքներ են ձեր ամբողջ կյանքի համար։ Տեսեք, այ այսպես։ Իսկ դուք պատրաստ եք ձեր ողջ կյանքում պահել պահպանել այս արժեքները։
լսեցինք ձեր խոսքը, մեր քաջ սերունդ, ուրախ ենք ձեր վճռականության համար։ Բայց այդ կյանքի ճանապարհին դուք մենակ չեք լինել։ Ձեզ պետք է ուղեկից մի իմաստուն խորհրդատու։ Նաև բեմի, այնտեղ ձեզ է սպասում հայի կյանքի մեծ ու խորհրդավոր գիրքը։ Դրա ջերում մեր քաջ նախնիների շունչն է, նրանց սխրանքներն ու իմաստությունը։ Այն պատմում է մեր ժողովրդի անցած ուղին, հարկով ու փորձությամբ գիր։ Այդ գիրքը կենդանի է, այն գրվել ու գրվում է ամեն օր։ Այն նաև ձերն է։ Դուք նրա ժառանգորդներն եք և նրա ապագա էջերը գրողներ, ամեն նոր գիտելիք, ամեն բարի գործ մի նոր էջ է ավելացնում այդ անվերջ գրքին։ Այն գնալով հասնալու է ձեր կյանքով ու ձեր երազանքներով։ Ձեր պարտքն է լավ իմանալ անցյալը, որպեսզի կարողանաք արժանապատվորեն գրել ապագայի էջերը։ Իսկ այժմ բացեք առաջին էջը։ Ցույց տվեք մեզ եւ ամբողջ աշխարհին, թե ինչ եք արդեն սովորել ձեր ճանապարհի սկզբում։ Ապացուցեք, որ դուք պատրաստ եք լինելու այս մեծ պատմության արժանի շարունակումները։
Բարձրահայտում ձերքնողների ընտանիքը ամենամեծ ալբերտն է, ձերքնողները միշտ սակրատին են զիպոցի կողքին, ձերքնողները միշտ ձեր կողքին լինեն, բավարար են ձեր բոլոր զարգացումները, իհարկե այս բանին ուզում եմ հայտարարել իրականացնելու, բարի զարգացումներու, թող անկապնիներ ձեր բոլորի ընտանիքները եւ մեր երեխաները մեծանան երջանիկ ապահով ընտանիքներով ու ամուր ձեռքերով։ Եվ շնորհակալություն դպրոցին աջակցելու դպրոցի կողքին կանգնած լինելու համար եւ հաշվետվես ունի Մարտիրոսյանի կողքին այս բանի, որովհետեւ միասին կարողանանք կերտելու այլ փոխիկների ապագա։ Հայրենիքը ամենաբարձր արժեքն է, եթե չմոռանանք ներդրական երեկույթներով անեկամուր, հայրենիքներով է մեր խորհրդանիշները ու հայրենիքը։ Ամուր հանդիպել գիտելիքներով ձեր գիտելիքներ, որպեսզի ես եւ դուք բոլորս ամեն կանգնած լինենք մեր ողին, տերու խաղաղան մեծ հարմանների մեր հայրենիքի ծայրով ոչ մի արժեք գոյություն չունի։ Սիրեք, սիրելով կերտեք մեր ապագա, սիրեք դուք առաջին հերթին իբտերը ձեզ, որպեսզի կարողանաք շտկել ձեր ձեր ընտանիքը, ձեր ուսուցիչներին, ձեր դասարանի, ձեր ուսուցիչներին։ Շնորհակալություն ենք հայտնում Տեր Մարտիրոսյան, ձեր ուսուցչական աշխատանքի համար, մեր երեխաները ավանդույթեցին Մարտիրոսյան լույսը եւ արդեն կարծում եմ ներկայական քանի ընթացքում մեր ինչ-որ նորակներ ունենք ու առաջին ճաշակային ապրել եք ու նույն հաջողությամբ շարքեցեք ու բաժանի զավակներ գտած մեր երկրի մեր հայրենիք։ Շնորհակալ ենք ձեր անձնապես երազում աշխատանքի համար։ Մարտիրոսյան լույսը փոխահատում ձեզ երեխաներյան եւ միշտ հիշեք լույսը կարող է հանվել կամ փոխահատվել ոստացան։ Ամուր բան, շարունակեք սովորել, որպեսզի այդ լույսը չխամի։ Բոլորից մաղթում եմ Մարտիրոսյան լույսով խաղաղ երկինք եւ ապագա ու կառուցում ենք հայրենիք։ Արարողություն։ թե երեխաներին կհաջողվի տարրը սովորեն, ծուր գրեցին, տարը չհիշեցին եւ այլն, եւ ահա տեսնում եք տարեվերջում նրանք բոլորը կարող է մի քիչ են շփոթվել, բայց ոչինչ, դա էլ տանցի, համարյա բոլորը տարաճանաչեն եւ գնում են կարդում։ Սա իրենց կյանքի ամենածանր եւ ամենապատասխանատու գործն էր այս փոքրիկների, որ իրենք կատարեցին իրենց ուսուցչուհու եւ իրենց ծնողների օժանդակությամբ։ Կարծում եմ ձեր հետևողական աշխատանքը դասարանի միասին շարունակական է լինելու եւ մեր երեխաները ունենալու են հաջողություններ։ Իր քաղաքացին, գրագետ մարդը դա արժեք է մեր պետության համար։ Անգրագետ մարդուն հեշտ կարելի է խախտել, հեշտ կարելի է նվաճել, իսկ գրագետ մարդուն ոչ։ Ես մաղթում եմ, որ մեր երեխաները լինեն արժանի քաղաքացիներ, լինեն մեր պետության, մեր հայրենիքի
կառավարեցինք մեր կողմիկներին և արդեն համարյա 70 երեխա այս տարի այս դպրոցում դարձավ տարաճանաչ մեր հարգելի դասարների աշխատանքի և ձեր աջակցության շնորհիվ։ Բոլորին հաջողություն եմ մաղթում, մեր երկրի խաղաղություն, թող մեր երեխաների շփիթները անպատասխան լինեն, ընտանիքներում են խաղաղություն, որովհետև ընտանիքը պետության հիմքն է և այդ ընտանիքում են ձևավորվում մեր ապագա քաղաքացիները։ Հիշեք, որ ձեր ընտանիքների պատումներն են ձեր երեխաները, և եթե ընտանիքը չեղավ իր տեղում, երբեք չմտածեք, որ կարող եք դուք նրանցից այլ բան սպասել։ Ուրեմն պատասխանատվությունը զգում եք բոլորը և աջակցելով մեր երեխաներին հասցնեք հաջողություններ, բոլորի հաջողություն եմ մաղթում, լավ եղեք։